Ես իմացա, որ ասել են, եթե մենք հեծը պետականացնենք, 30%-ով աշխատավարձերը բարձրացնելու ենք։ Միայն դա բավական է, որ սակագները բարձրանան։ Ինչու՞։ Ենթադրենք 100 միլիոն դրամ հեծը ունի ֆոնդ, որով աշխատավարձ է տալիս այդ 8000 աշխատողների։ Եթե մենք 30%-ով բարձրացնում ենք աշխատավարձը, նշանակում է ևս 30 միլիոն դրամ ամսեկան պետք է վճարենք աշխատավարձի տեսքով։ Տարեկան անում է 360 միլիոն դրամ, 100 միլիոն անում է 1 միլիարդ 200 միլիոն դրամ, գումարած 360 միլիոն դրամ, ներողություն այդ 360 միլիոն դրամը եթե հեծը էլեկտրաէներգիա արտահանող չի, այն միայն ներքին շուկայի սպառման համար է։ Եթե մենք սակագինը չբարձրացնենք, ապա 360 միլիոն դրամը որտեղից է գոյանալու, որպես եկամուտ, համախառը եկամուտ, հանելով հարկերը, վարկային ռեսուրսների վճարումները եւ այլն, այդ 360 միլիոն դրամը սիրելի հեծի աշխատողներ, որ դուք էլ մասամբ կողմնակից եք հեծը պետականացնելուն, սակագները թանկանան, իսկ եթե էլեկտրաէներգիայի սակագները թանկանան, իսկ այս պրոցեսի ընթացքում միանշանակ թանկանալու են, դա քննարկման ենթակա չի, բացասական է անդրադառնալու Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա առաջին հերթին։ Ինչու՞, որովհետև Հայաստանի Հանրապետություն եւ առհասարակ աշխարհում արտադրության բնակ ֆոնդում արտադրությունում բոլոր հաստոց մեքենա սարքավորումները բացառապես աշխատում են էլեկտրաէներգիայով եւ այն ապրանքները կամ այն մատուցող ծառայությունները, որը տնտեսությունը մեր արտադրում եւ մատուցում է հասարակաղաքացիներին, միանշանակ թանկանալու են։ Ինչու՞, որտեղ էլեկտրաէներգիան նույնպես հաշվարկվում է արտադրվող կամ մատուցող ծառայություններ ինքնարժեքի մեջ։ Եվ էլեկտրաէներգիայի թանկացումը, էլեկտրաէներգիան ինքը նաեւ երկու, ասենք, սպეციფიկ հատկություն ունի։ Իր սակագնի թանկացումը բացասական է անդրադառնալու ոչ միայն տնտեսության վրա, այլև տնային տնտեսությունների վրա, որովհետև հասարակ քաղաքացին ոչ միայն թանկ ապրանքներ է գնելու կամ թանկ մատուցող ծառայություններից է օգտվելու, այլ իր իսկ սեփական բնակարանում, էլեկտրաէներգիայից օգտվելով ինքը թանկ է վճարելու։ Եվ եթե էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ, դա նաև բացասական է անդրադառնալու, վստահեցնում եմ ձեզ, ջրի սակագների բարձրացման վրա, բացասական է անդրադառնալու գազի սակագների բարձրացման վրա, որովհետև եւս մեկ անգամ ասում եմ, էլեկտրաէներգիան այն եզակի սպეციფიկ ապրանքն է, որը առնչվում է հասարակության բոլոր շերտերի համար եւ որը առնչվում է տնտեսության բոլոր ոլորտների համար։ Միայն այն, որ էլեկտրաէներգիայով նաեւ դա ջրային պոմպակայաններն են աշխատում, գազի ոլորտում, դա բավական է, որ բոլոր առումներով եւ մատուցվող ծառայություններ, եւ ապրանքի գների, եւ գազի, ջրի, տնային տնտեսությունների համար բացասական հետևանքներ է թողնելու։